Պարոն Սիմոնյան, ինչպես եք մեկնաբանում իշխանության այս գործողությունները, գիտեք, որ ապօրինից երկրորդ քաղաքացի սրբազանը հիմա հերթը Շիրակի թեմի առաջնորդին է հասել։ Ինչպես եք իշխանության այս գործողությունները մեկնաբանում։ Դատապարտել է բնականաբար, որ ցանկացած նման գործողություն, առավել ևս մեր եկեղեցու նկատմամբ, դա բերելու է պետության հիմքերի խարխլման, բերելու է պետության թուլացման եւ այս ամենը ինչ կատարվում է միանշանակ իր գնահատականը ստանալու է։ Պարոն Սիմոնյան, ինչու են ձեր կարծիքով այսքան վախեցած իշխանությունները հայ առաքելական Սուրբ եկեղեցուց։ Դե իշխանությունը նոր չէ, որ վախեցած է, միշտ էլ վախի մեջ է եղել այս վերջին տարիներին։ Իմ կարծիքով յուրաքանչյուր հայ մարդ պետք է ռեալ կողմնորոշում ունենա եւ իր խոսքը ասի, որպեսզի կարողանանք վերջ դնել այս ամեն ինչին եւ գոնես վերջին, այսպես ասած, հույսերը չմարեն եւ կարողանանք վեր առնել նորից նույն ոգին ունենանք մեր ազգով, ինչը միշտ ունեցել ենք։ Պարոն Սիմոնյան, արդյոք սա մեզիվ չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, այսինքն ով կփորձի դեմ դուրս գալ կամ հակառակ խոսել այս իշխանությանը, նույն այսպես ճակերտավոր ասած ճակատագրին արժանանա։ Գուցեև մեսիջ է, բայց հայ ազգի մեջ կան մարդիկ, որոնք ոչ մեսիջին են բանի տեղ տնում, ոչ էլ մեսիջներից վախենում են, ասում են յուրաքանչյուր ժամանակ իրենց խոսքը առաջ են տանում եւ կանգնում են եւ պետության եւ եկեղեցու եւ մեր քաղաքացիների կողքին։ Գիտեք, որ Բագրատ Սրբազանին ահաբեկչության մեջ են մեղադրում, ասում են հեղաշրջման պլան է, այսպես առաջ բերել, ծրագրել, բայց բոլորս էլ գիտենք ինչի համար էր Բագրատ Սրբազանը այդ շարժումը սկսել։ Արդյոք իշխանության համար այսքան վախենալու են սրբազանները։ Այս զարգացած թվայնացած տարում ես ոչ մի բան չեմ կարող ասել եւ ես բացարձակ չեմ հավատում նման բաների, որ եկեղեցին որևիցե ժամանակ փորձի պետության թեմ, փորձի մեր հայ ժողովրդի թեմ ինչ-որ տերորիստական բաներ կազմակերպի, ես չեմ հավատում նման բաների։ Պարոն Սիմոնյան, արդյոք իշխանության համար եկեղեցին մնացել է միակ այն վախենալու կետը, որի շուրջ ժողովուրդը կարող է համախմբվել։ Չէի ասի միայն եկեղեցին, եկեղեցու կողքն են նաև այն մարդիկ, ովքեր ունեն թասիբ, ունեն սրբություն, ունեն շնորհ եւ կանգնած են հայ ազգի արմատներին, որպեսզի որևիցե մի բան թույլ չտան։ Ինչքանով կհաջողվի, դա կախված է բոլորիցս, բոլոր մեր տեսակ մարդկանցով, որ յուրաքանչյուր հագահարված տալուց կարողանան վճռական տալ, որ նմանատիպ երևույթները վերջ տրվեն մեր երկրում, մեր ժողովրդի մեջ։ Եվ մենք յուրաքանչյուրս այն մարդիկ, ովքեր որ եկեղեցու կողքին են, այսօր իրենց աջակցություն են հայտնում եւ Միքայել Սրբազանին եւ Բագրատ Սրբազանին։ Ես անձամբ իմ կողմից եմ ասում եւ Գյումրու Մայր Հայաստան խմբակցության կողմից եմ ասում, մենք անվեհապահորեն աջակցում ենք այս սրբազաններին։ Մարազին պետք է խոսում, դուրս ես լավուրան։ Հետ գնացեք։ Կաննեք։